Եդեմական ծաղիկը, հեղինակ Հովհաննես Թումանյան։ Ժամանակով մեր աշխարհքում մի մարդ է լինում, այս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը Ծաղիկ։ Ծաղիկ, որ ծաղիկ, այնքան քնքուշ, այնքան նախշուն, այնքան սիրուն է լինում, հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է, թե ինչ կուզես բերեմ քեզ համար։ Թե եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես, լավ, ասում է, կբերեմ։ Գնում է, աշխարհքից աշխարհ է անցկենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկը գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, օչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում, այս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է, այս ճամփով որ գնաս, այս ինչ տեղը կտեսնես քո հարցրած ծաղիկը, բայց զգույշ կաց, սպիտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։ Հորը սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, դուրս է գալիս այնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է, թե չէ, մի հող, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ, մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է։ Ուր պոկեցիր իմ ծաղիկը, քո մահն է հիմի, ձեն է տալիս ամեն կողմից։ Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի, հրեշի առաջն է ընկնում։ Ներիր, ասում է, ով հզոր, իմ աղջիկն էր ուզել։ Կներեմ, կանչում է հրեշը, միայն այն պայմանով, որ այդ աղջիկը ինձ տաս։ Համաձայն եմ։ Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը, գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սպիտակի, էդ իմ նշանն է, ես կգամ ծաղիկին տանելու։ Դու մի ասիլ, սպիտակ դևը ինքը հրեշն է որ կա։ Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Աղջիկը նայում է, տեսնում է այս ծաղկի թերթի վրա մի դագաղի պատկեր, գլխի է ընկնում, որ միջում բան կա, իսկ հերը թաքցնում է, թե ինչ ծաղիկ է և ինչ է պատահել։ Հերը համբուրում է, եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում, քանի օրերն անց են կենում, այնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում, տեսնում, իրենց տան դիմացի սարն արդեն սպիտակել է, լաց է լինում։ Պատճառը հարցնում են, էլ չի կարողանում ծածկի։ Պատմում է, թե հապաչեք հասիլ, այսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի սպիտակ դևը գալու է ծաղիկին տանի։ Բան չկա հայրիկ, ասում է ծաղիկը, դու լաց մի լինի, ես կերթամ սպիտակ դևի հետ, ինչ կլինի։ Այնինչ սպիտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է։ Ուր է ծաղիկն, ուր, ինձ տուր։ Մռնչում է ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը գունատվում։ Ինչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգված, զարդարված, եդեմական ծաղիկը ձեռքին, դուրս է գալիս ծաղիկը, անձնատուր լինում սպիտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է տանում է Մասիսի մեծ վիհը։ Էնտեղ Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր սառցեղեն ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում էն բյուրեղյա ապարանքում։ Այսպես ամիսներ են անցկենում։ Մի անգամ էլ գարնան սկզբին, երբ սպիտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում է ծաղիկը չկա։
կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրիկի նման սուրալով, օձի նման սուլելով ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն արագածի ստորոտն է լինում հասած, ետ է նայում, տեսնում է սպիտակ դևը գալիս է, ոնց է գալիս, Աստված ետ ու եռու անի, ոնց որ մարտի քամի լինի, սարսափից ճչում է, օգնություն է կանչում, կանչելու հետ Աստծու հրամանով առաջը մի դուռն է բացվում, էն դռնովը մտնում է էն սարի մեջն ու կրկին դուռը փակվում է դևի առաջին, ավելի է կատաղում սպիտակ դևը, իր լայն թևերով բամփում է արագածի գագաթին ու մռնչում. «Ո՞ւր է ծաղիկն, ուր, ինձ տուր»։ Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք ծաղիկի ետևից, տեսնենք էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։ Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում, թե չէ դուրս է գալի մի դրախտային այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են, զմրուխտ պալատում, ոսկի դագաղում պառկած է չարի ուժով կախարդված, պառկած է Արին, ոչ մեռած, ոչ քուն, ու աշխարհքն ամեն սև քուն է մտած, պառկած է մինչև օրը ցանկալի, էն պայծառ օրը, երբ որ նա կգա նոր կյանքով ու նոր սիրով լի, կարտասվի անուշ ու համբույր կտա։ Առաջ է գնում ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով ու տարածվում են ուրախ երգի ձայները. ահա եկավ, հասավ չքնաղ, իր թագուհին, իր սիրելին, հիմի կելնե պաղ դագաղից, մեր քաջ Արին արմանելին, հիմի կելնի թագավորը, հզոր Արին արմանելին, ու կժպտան վառ աչքերը, ողջ աշխարհքին ծաղկին ծլին, հիմի կելնի կախարդանքը չար թշնամու սպիտակ դևի, հիմի կգա դալար կյանքը, բույրը ծաղկի, շողն արևի։ Եվ ճիշտ որ ծաղիկը գնում է, ինչ է տեսնում, այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է, տեսնում է, թե չէ սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է համբուրում, արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը, դու մի ասիլ, հենց ինքը Արին արմանելին է որ կա։ Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ, հարցնում է Արին արմանելին, և ինչպե՞ս ընկար ես աշխարհքը։ Ու ծաղիկը կանգնում, պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած սպիտակ դևին, որը այժմ էլ իր ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։ Լսում նրա դաժան ձենը, պատասխանում է Արին արմանելին, ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ, էսպես է նա անում ամեն տարի, պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը, դու եղար էդ մինը, այժմ ես դուրս կգամ նրա դեմ։ Ասելն ու անելը մին է լինում, առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի, երկու թշնամի ուժերը պատահում են իրար, բացվում է օրհասական կռիվը, զարկում են, զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում, մութն ամպերում մռնչում է սպիտակ դևը, Արին արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը, երկիրը որոտում, դղրդում է հիմքից, կռվի վերջում պարտված, ջարդված սպիտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու քացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը դարձյալ փակվում է իր բյուրեղյա սառն ապարանքում, աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին, ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովիտում, Արին արմանելին պսակվում է ծաղիկի հետ, բնությունը առատորեն սփռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջուն ու թռչուն իրար են խառնում,
իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ կարմիրը, ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը։ Ահա և այս գեղեցիկ ստեղծագործությունն ավարտվեց։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։